Շինարարական կազմակերպությունները վերջին տարիներին լիզինգի ծրագրով շուրջ 50 միլիարդ դրամի աջակցություն են ստացել կառավարությունից։ Այսօր Խարբաթի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում նա ներկայացրել է շինարարության ոլորտում երկրում վերջին տարիներին իրականացված քաղաքականության արդյունքները։ 2018 թվականից մինչև այսօր կառավարությունը քաղաքացիներին ավելի քան 1 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել, որպեսզի քաղաքացիները նորակառույց շենքերում ստանան եւ ունենան բնակարաններ։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը թվարկել է այն ոլորտները, որոնցում կֆիքսեն դրական փոփոխություններ բոլոր այն մարդիկ, որոնք վերջին տարիներին չէին եղել Հայաստանում, բայց վերջին շրջանում որոշել են այցելել հայրենիք։ Խոսքը կրթության, գիտության, տրանսպորտի, բնակավայրերի, կոմունիկացիաների մասին է։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ հարյուրավոր բնակավայրերում եւ թաղամասերում, որտեղ իր գոյության պատմության մեջ երբեք մանկապարտեզ չի եղել, հիմա կառուցվում են մանկապարտեզներ։ Այդ թաղամասներից մեկը նոր Խարբեր թաղամասն է։ Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ երկիր վերադարձող մեր հայրենակիցները զարմանք են ապրելու այն փաստից, որ տարեցները Հայաստանում առողջական խնդիրների լուծման համար այլևս գումար ծախսելու կարիք չունեն հիմնականում, քանի որ առողջության ապահովագրության նոր համակարգը այդ խնդրի լուծումը վերցրել է իր վրա։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։